Հայկազյան բարգիրքը երկհատոր կոթողային բառարանը Աստվածաշնչի հայերեն թարգմանության բառապաշարին է անդրադառնում։ Երկրորդ հրատարակության տպաքանակից է։ Հնատիպ գրքերից մեկն էլ հայսմավուրք է, տպագրված 1703-ից 1706 թվականներին Գրիգոր Խլաթեցու խմբագրությամբ։ Աչքի լույսի պես պահած շքեղ կարմիր կազմով գիրքը սփյուռքահայ մի ընտանիք է նվիրել Գարեգին II հայրապետին։ Այս բոլոր գրքերն են մայրաթոր հասել Գարեգին II հայրապետի հոգացությամբ։ Հնատիպ գրքերի հավաքածուների համալրումը մեծ ուշադրության արժանացավ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ժամանակ։ Նրա անմիջական նախաձեռնությամբ եւ հովանու ներքո ստեղծվեց Գարեգին I կրթական կենտրոնը, որի հիմքը կազմեցին Վազգեն կաթողիկոսի, Գարեգին I կաթողիկոսի եւ իր Գարեգին II-ի անձնական գրքերի հավաքածուները, այդ թվում նաեւ իրենց պատկանող հնատիպերը։ Ձևավորվեց այդ կառույցի հնատիպ հավաքածուն զուգահեռ այն հավաքածուի, որ արդեն իսկ Մայրաթորում կաթողիկոսարանում գոյություն ուներ։ Այսինքն այս պայն Մայրաթորում գոյություն ունի երկու հնատիպ գրքերի հավաքածուներ։ Մեկը պահպանվում է կաթողիկոսարանում ավանդույթի համաձայն եւ մյուսը ձևավորվել է 2000-ական թվականներից ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եւ պահպանվում է Սուրբ Էջմիածնի մատենադարանում։ Սուրբ Էջմիածնում մատենադարան եւ գրատուն եղել է 5-րդ դարից հայ գրի եւ դպրոցի ստեղծումից սկսած։ Այստեղ գրվել, ընդօրինակվել ու անբարվել են նախ ձեռագիր մատյաններ, իսկ տպագրության գյուտից հետո նաեւ տպագիր գրականություն։ Դարերով ձևավորված տպագիր եւ ձեռագիր մատյանների հավաքածուները բռնագրավվել են խորհրդային առաջին տարիներից։ Մայրաթորից խլվել են նաեւ այն կառույցները, որտեղ պահվում էին մշակութային գանձեր։ 20-ական թվականների հենց սկզբից առաջին բռնագրավումները, որ տեղ ունեցան, դրանք տպարանն էին, մատենադարանի շենքներ, բնականաբար այն կարճ ժամանակ ծառայեց որպես պետական կառույց, այնուհետև այն տեղափոխվեց Երևան եւ այսօր էլ Երևանի մի շարք մեծ հայտնի գիտահետազոտական, կրթական, ուսումնական հաստատությունների մի շարք մատյաններ, դրանք ոչ թե հարյուրներով են, այլ հազարներով եւ տպագիր գրականություն, այդ թվում նաեւ որոշները հնատիպ, հիմքն են կազմում այդ հաստատությունների ձեռագրական ու գրավոր տպագիր ժառանգության։ Գրեթե 100 տարվա դադարից հետո 2021 թվականին Մայրաթորում կրկին մատենադարան է հիմնադրվել։ Գարեգին II հայրապետի տնօրինությամբ կառուցվել է հոյակերտ նոր շինություն։ Երկհարկանի շենքում են տեղավորվել գրապահոցները եւ օժանդակ սենյակները, վարչական մասը, ընթերցասրահը, այդ թվում նաեւ հնատիպ գրքերի ընթերցասրահը։ 1666 թվականին տպագրված առաջին ոսկանյան Աստվածաշունչը դարձյալ վեհափառին են նվիրել։ Մի քանի տարի առաջ մի խումբ ամերիկահայեր բերել եւ 1730-ականներին տպագրված իրենց ընտանեկան նարեկն են հանձնել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ընդհանուր մինչև վեհափառ հայրապետի գահակալությունը Մայրաթորում հաշվում էր մոտավորապես 2000 միավոր հնատիպ գրականություն։ Վերջին 25 տարիներին հնատիպ գրքերի երկու հավաքածուները համալրվել են շուրջ 960 միավորով։ Մայրաթորի մատենադարանում պահվող հնատիպերի հավաքածուն 703 նմուշ ունի, որից 620-ը համալրվել են Գարեգին II կաթողիկոսի գահակալության շրջանում։ Սրանց մեջ արժեքավոր գրքեր կան՝ կրոնագիտական, աստվածաբանական, ծիսագիտական բնույթի աշխատանքներ։ Դրանք իրենց եզակիությամբ, այսինքն ոչ թե միակ այն է, որ մենք ունենք, այլ դրանք կարող են լինել աշխարհում երկրորդ օրինակը, երրորդ օրինակը, բայց ոչ ավել։ Այս առումով այս հավաքածուն արժեքավոր է։ Արժեքավոր է նրանով, որ նաև գրեթե յուրաքանչյուր համալրված գիրք ունի իր պատմությունը։ Դրանք փրկված են մեր պատմական հայրենիքից, որ Եղեռնի ցեղասպանության օրերին ընտանիքները տարել են այս կամ այն կողմ եւ դրանք տարիներ, տասնամյակներ անց ընտանիքները բերել, նվիրել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որոշները ուղղակի մատենադարանին են նվիրել, որոշները նվիրել են ամենայն հայոց կաթողիկոսին եւ նրա կողմից է արդեն որպես նվեր ուղարկվել Սուրբ Էջմիածնի մատենադարան։ Առանձնահատուկ է երկրորդ հավաքածուն, որ պահպանվում է կաթողիկոսարանում։ Դրանում կան գրքեր, որոնք եզակի են բառի ուղիղ իմաստով։ Հիշատակվում են միայն մատենագիտական ցանկերում եւ բացի այդ հավաքածուից ուրիշ որևէ տեղ գոյություն չունեն։
Հնատիպ գրքերի հավաքածուն հաճախ է համալրվում։ Այն Վեհափար Հայրապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Չեմ կարող հիշել մի դեպք, երբ մենք խնդրել ենք որևէ հնատիպ գիրք ձեռք բերել եւ Վեհափար Հայրապետը մեզ իր հովանին չի տվել եւ չի արտոնել, որպեսզի այդ գիրքը Մայրաթոր Սուրբ Էջմիածյանը ձեռք բերի եւ այն ապահով կերպով պահպանվի։ Մշակութային մյուս արժեքների պես հնատիպ գրքերը Մայրաթորում ոչ միայն խնամքով պահվում են, այլև հասանելի են մասնագետներին։ Հայագիտությամբ զբաղվող մարդիկ անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել դրանցից։ Հավաքածուն բազմակողմանի ցույց է տալիս հայ տպագրական գործի առանձնահատկությունները, կապը ձեռագիր գրքերի հետ։ Ձեռագրական ավանդույթի մասին հիշեցնող հրաշալի օրինակներ այստեղ էլ կան։ Լուսանցազարդերով էջեր, թռչնագիր սկզբնատառեր, տիտղոսաթերթեր ու խորաններ, նկարազարդումներ։ Հավաքածուի գրքերը մանրամասնորեն ցուցակագրվում, նկարագրվում եւ համարակալվում են։ Այս մշակումները զերծ են պահում հետագայում ինչ-ինչ հանգամանքներում այդ գրքերի անհայտ կորելուց, վնասվելու դեպքում հետքով գնալուց, այսինքն այս ամենը Վեհափար Հայրապետին բնորոշ գիծ է, ովքեր նրան ճանաչում են, նրա գործունեությանը տեղյակ են, հետևողականությունը նաև դրսևորված է գիր ու գրականությունը պահպանելու մեջ։ Մի քանի ամիս առաջ խոշոր նվիրատվությամբ հարստացել է Մայրաթորի հնատիպերի հավաքածուն։ Մեծ մասն աղոթագիրք է, կիրառվել են եկեղեցիներում եւ վանքերում ծեսերի ժամանակ։ Գրքերից մի քանիսը մոմի բազմաթիվ հետքերով են։ Ժամանակի ու տարիքի բերումով որպես գիրք իրենց առաքելությունը կատարել են։ Հիմա հավաքածուի մաս դառնալով երկրորդ առաքելությունն ունեն։ Պատմում ու վկայում են գրի ու գրականության հանդեպ հայ ժողովրդի պաշտամունքի հասնող վերաբերմունքի մասին։